Սենց հաց ուներ, որը վարչապետի հանրարությամբ կար հանրարական այսինքն հանրապետության գոյություն ստեղծող պարլամենտական շենքերի սեզոնականության բարձրացման հետ կապված Ես գիտեմ ինչի մասին ես հարցնում։ Ես նույնիսկ խոսք տվեցի, որ ես դրան անդրադառնալու եմ սկզբում։ Ուրեմն ռետինամետաղական բարձիկներ գաղափարը, որը սեյսմոիզոլյացիայի բուն ուրեմն գործիքներից մեկն է։ Հայտնի է 60-ական թվականների սկզբից։ Հայաստանում 80-ական, 70-ական, 80-ական թվականները իսկապես որոշ առումով լավ մթնոլորտ էր ստեղծված տարբեր բնագավառներում, նույնիսկ նաև շինարարության բնագավառում մտքի աճի, զարգացման եւ մի խումբ գիտնականներ, հայ գիտնականներ, այստեղ մի քանի հատ առաջարկություններ արեցին եւ այդ թվում բացի տակից, որ արդեն կիրառվում էր տակում այդ բարձիկները, նաեւ օգտագործելով մայետնիկի գաղափարը, ուրեմն առաջարկեցին, որ ցանկացած շենքի վրա եթե մենք դնենք մեկ ճկուն հարկ եւ համապատասխան կոշտություն տանք այդ հարկին, ուրեմն երկրաշարժի ժամանակ այդ հարկը եւ շենքը տարբեր ձևի են տատանվելու։ Այսինքն հակաֆազայում են տատանվելու նույնիսկ։ Այսինքն շենքը գնում է այս ուղղությամբ, այս վերևի մայտնիկը գալիս է այս ուղղությամբ։ Շենքը գալիս է այս ուղղությամբ, նա գնում է այն ուղղությամբ։ Դա մոտավորապես կիսով չափ, ուրեմն քչացնում է սեյսմիկ վերնովատությունը։ Կիսով չափ քչացնելը դա համարյա 1 բալ է։ Համարյա 1 բալ է նշանակում։ Եվ այդ գաղափարը կամաց զարգացում ունեցավ։ 90-ական թվականների կեսերին ուրեմն ինժեներ Մելքումյանի կողմից, Մելքումյան Միքայելի կողմից երկու շենք Վանաձորում փորձարկվեց այդ տարբերակով, բայց 3 շենք։ Մեկը ճկուն վերին հարկ գաղափարով, իսկ մյուս երկուսը մեկուսացված վերին հարկ գաղափարով։ Ինչու՞ մեր մեկուսացված վերին հարկի գաղափարը, որ այդ նույն հարկը կառուցվում էր, ճկուն հարկը, դա նշանակում է, որ սյուները, որը դրվում է վերևի հարկում, պետք է այդքան ճկուն լինեին, այսինքն բավականին ճկուն լինեին, որպեսզի նա կարողանար մեծ տատանումներ տալ այդ շենքին։ Ուրեմն այդքան ճկուն լինելով ինքը կարող է փլվել։ Եվ դրա համար այդ հարկին ասում էին մահացող վերին հարկ։ Մահանալով նա փլվում էր ամբողջ շենքին։ Իսկ Մելքումյան Միքայելը մեկ այլ տարբերակ առաջարկեց, որ այդ նույն մեկուսացված հարկը դնում էր պատուշկաների վրա վերևում։ Այսինքն նույն պատուշկա գաղափարը, որ տակում կա, որ շենքին տատանումը ուրեմն քչացնում է, ինքը դնում էր վերևում եւ նորից այդ շենքի տատանումը քչացնում էր նույն տարբերությունով։ Պերիոդը շենքի եւ կոշտությունը այդ պատուշկաներին ընտրելով համապատասխան։ Այդ երկու շենքերը արվեցին, փորձարկվեցին եւ ստացվեց, որ իսկապես մոտավորապես 60-70%-ով շենքի սեյսմոկայունությունը բարձրանում է։ Ոչ մեկի հետո ուշադրություն չդարձրեց այդ հանգամանքի վրա։ Ինչն է ցավը այսօր մեր Հայաստանի մանավանդ վերջի տարվա այն գաղափարների, այն երկրաշարժերի, որ մենք տենում ենք, որ ակտիվացել են Հայաստանում։ Չնայած սեյսմոլոգները ասում են, որ առանձնապես չի ակտիվացել, բայց ժողովրդի մեջ ինչ-որ վախ է մտել եւ առասարակ երկրաշարժը մի այսպիսի գաղափար ունի, ինչքան հեռու ենք մենք նախորդ երկրաշարժից, այնքան մոտիկ ենք ապագա երկրաշարժին։ Ուրեմն մեր ցավը, իսկ մեր շենքերի մոտավորապես 85%-ը դա կառուցված է սովետական միության տարիների ընթացքում։ Դրանք բոլորը 1-ից 2 բալ ավելի թույլ սեյսմոկայունություն ունեն, քան թե մեր այսօրվա հաշվարկային սեյսմիկանը։ 1-ից 2 բալը եւ նոր նորմերի տարբերությունը դալիս է մոտավորապես 3-ից 5 անգամ ավելի թույլ են։ Այսինքն եթե մենք հանգարցակի խոսանք, որ
Երևանում կարող է պատահի լինի, տեսեք, ես փոքր աուդիտորիայի համար եմ սա պատմում։ Մեծ աուդիտորիայում ես այս չեմ ասի երբեք։ Եթե Երևանում լինի հաշվարկային երկրաշարժ, սա խոսելու է Երևանի կործանման մասին։ Կործանման։ Այսինքն խոսքը գնալու է, որ Երևանի 70%-ը չի լինելու։ Իրանց մարդկանցով, իրանց շենքերով եւ այլն եւ այլն։ Սա է սարսափելի։ Ինչ անել, որովհետեւ պետությունը այսօր չի կարող գնալ նրան, որ նա չի կարող այդ շենքերը քանդի ու այսօրվա շենքեր սարքի։ Ոչ ինքը այդ փող ունի, ոչ էլ մենք ձեր հետ այդ փող ունենք։ Եվ շատ հանգարցակի, այս եմ ասում, որ կոլեկտիվ աշխատանքի ինչ է նշանակում։ Շատ հանգարցակի ծնվեց գաղափարը, որ այս փողը պետությունից պետք չի վերցնել։ Այս փողը պետք է ժողովուրդը ինքը տա, ով այն, ով ուզում է ունենալ նոր բնակարան։ Իսկ ոնց անել գոյություն ունեցող շենքի հետ։ Ու ծնվեց հետևյալ գաղափարը, որ ցանկացած շենք գոյություն ունեցող, վրան կառուցելով մեկ հարկ, այդ տիպի ճկուն հարկ, ուրեմն մենք կարող ենք այդ բնակարանները վաճառել եւ դրա հաշվին շենքը ուժեղացնել։ Այսինքն այն, ով որ ուզում է բնակարան առնի, գնում է այդ հարկի բնակարանը, այդ հարկում գտնում, որը չի արդեն նորմալ հարկ է, նորմալ հարկ է։ Իսկ ամբողջ շենքը պրակտիկորեն 1 բալով բարձրանում է իր սեյսմոկայունությունը։ Փողը ծախսվում է այն մարդու կողմից, որը գնում է այդ բնակարանը։ Ուրեմն քաղաքի կենտրոնում դա աշխատող տարբերակ է, հա, մենք հաշվարկեցինք, որ այդ շենքի այդ 1 հարկի շինարարությունը կնստի մոտավորապես այսօրվա գներով $500-ից $600 քառակուսի մետրը։ Այսինքն նա լրիվ շուկայական գների մեջ է գտնվում այդ տան վաճառքը։ Ուստի մեր այդ գաղափարը, որ ցանկացած շենք կարելի է ուժեղացնել առանց բնակիչների փողերը ծախսելու։ Իսկ բնակիչը իհարկե կուզենա, որ իր շենքը ուժեղանա, ուժեղ արդեն շենք լինի, դիմակայի ավելի հզոր երկրաշարժի։ Եվ բացի այդ իր շենքի արժեքն է մեծանում դրանից, իր բնակարանի արժեքն է մեծանում դրանից։ Այսօր բոլորդ գիտեք, որ շենքերի հարկերի բարձրացման մեթոդով շենքերում բնակարանը, նույն բնակարանը արժի $35,000, իսկ Ռուբեն Բադալյանի շենքում արժի $60,000։ Այսինքն ժողովուրդը գիտի, որ սա ավելի թույլ շենք է, նա ավելի պինդ շենք է։ Այսինքն նա կուզենա գալ այն շենքից բնակարան առնել, որը ավելի սեյսմոկայուն է։ Բացի այդ, այն ավելացած փողերով կարելի է ամբողջ շենքի ներսի ինֆրաստրուկտուրան ուրեմն վերանորոգել։ Սա խոսքը գնում է կոյուղագծերի, ջրագծերի եւ էլեկտրական ցանցերի մասին։ Բացի այդ, մենք ունենալով, ավելացնելով ուրեմն շենքերի մակերեսները, հնարավորությունները, փող չենք ծախսում լրացուցիչ ինֆրաստրուկտուրաներ կառուցելու։ Լրացուցիչ գծեր, լրացուցիչ կացելնիներ, ջրամատակարարման եւ կոյուղու ցանցեր եւ այլն։ Այս գաղափարները մենք ներկայացրեցինք պարոն վարչապետին, քննարկվեց ուրեմն գիտատեխնիկական խորհրդում, հավանության արժանացավ, վերջի անգամ քննարկում եղել է մոտ 2 շաբաթ առաջ, արդեն գիտական մեծ շրջանակներով հիմնականում հավանություններ տրվել, ինձ թվում է այս ընտրությունները հիմա մի քիչ խանգարում են ակտիվ ցավոք սրտի տնտեսական եւ գաղափարական գործունեություն անելու եւ ընտրություններից հետո այդ գործընթացը կշարունակվի եւ ես հույս ունեմ, որտեղ մեր առաջարկությունը մոտավորապես հետեւյալն էր։ Եթե մենք ճիշտ կազմակերպենք այս աշխատանքը, 15-20 տարվա ընթացքում մենք բոլոր շենքերը ուժեղացնենք, որտեղ գումար պետությունը նորից ուզում եմ կրկնեմ, չի ծախսում։ Իսկ այն շենքերը, որոնք ծայրամասերում են, օրինակ Բանգլադեշում բանում էլ այդ տիպի ծայրամասերում, հա, ուրեմն այդ շենքերի տանիքների բնակարանները կարելի է վաճառել, տալ որպես սոցիալական բնակարաններ։ Այսինքն արդեն պետությունը փող տա կառուցելու համար, ուժեղացնելու համար եւ բաժանի մարդկանց որպես սոցիալական բնակարաններ։ Այսինքն խնդիրը մի քանի տարբերակներով լուծվող է, մի քանի տարբերակներով։ Պարզապես մնում է, որ դա պետության կողմից իրականացվում է։ Նոր շինարարությունը դե արդեն հայտնի է, դա միանշանակ է։ Պարզապես նորմերը, չէ, նորմերը փոխված է, նորմերը կան։ Իհարկե, անկասկած, ուրեմն
բարձիկներով տարբերակը, ներքին հարգից իզոլյացիայի տարբերակը անկասկած ավելի էժան է, քան թե տրադիցիոն մեթոդով կառուցվող շենքը, նորմերով առանց բարձիկների կառուցվող շենքը։ Ինչքան էժան է, ես չեմ կարող ասել, որովհետև ոչ մի հատ կոռեկտ էկոնոմիկի հաշվարկ չի կատարվել տնտեսական։ Ոչ մի հատ։ Օրինակ մենք մեր դեմ նպատակ ենք դնել կատարել այդպիսի հաշվարկ, մենք հիմա մի հատ օբյեկտ ենք անում, որը երկու տարբերակով պետք է հաշվարկենք, կոռեկտ հաշվարկենք, որպեսզի ինքներս համոզված լինենք 5%-ով այժանանում, 10%-ով, թե ոնց որ պարոն Մելքումյանն ասում է 30%-ով։ Իմ կարծիքով դա 10-ից 15%-ի մեջ պետք է։ Այո։ Հա։ Դա շատ հետաքրքիր տարբերակ եք դուք ասում, ես հիմա պատասխանում ձեր հարցին, որովհետև ես ինքս կողքի շենքերի կոնստրուկտորն եմ։ Հա, ես ասեմ ձեզ։ Ուրեմն, երբ որ ես այդ շենքերի կոնստրուկտիվ սխեման նայեցի, ես ասեցի, ես առանց պատուշկեքի ավելի էժան շենքեր կնախագծեմ եւ կողքի շենքերը այդպես էլ նախագծեցինք։ Եվ ապացուցեցինք, որ մեր շենքերը ավելի էժան են։ Բայց մի օր Մելքումյան Միքայելը ինձ լավ բան ասեց։ Ասում է, եթե նույն կոնստրուկտիվ համակարգը լիներ, այսինքն եթե դու այս շենքերը նախագծեիր, այս շենքերը դու նախագծեիր, հա, ասում է, դու չէիր անի ինձ ոնց որ արած է։ Ու պատուշկեքը ամեն մեկ իր գործով պետք է զբաղվի։ Ամեն մեկ իր գործով։ Դա շարունակություն է, բանաց են, ոնց որ դուք ռեյտինգ լավանեցիք շենքերը, դուք բادرակի կոնստրուկցիա արեցիք եւ օրինակի համար էր դա։ Դու այդ կոնտեքստով գիտեք, որ ռամայի Сборная монолитные рамы, շրջանակները։ Տաշուր սարգսյանը։ Ասենք, որ էներգահնարություն ամբողջ այդ տեսակետից շենքերի էներգահնարության ռեյտինգ ալու տեսակետից էլի, ոնց կարող են շուկա մտցնել։ Չկա այդպես բան։ Բանի, անշարժույթի գործակալությունները զրուցել են, ասում են հնարավոր չէ այսօր։ Ասենք, որ կառուցի միջոցով կարող ենք դա Ուրեմն ես ասեմ, որ այդ տեսանկյունից ոնց որ դուք եք ասում, էներգախնայողության տեսանկյունից ոչ մի շենք սովետական միության կառուցված ժամանակվա կառուցված բացի քարի շենքերից, ես իրականում կարկասային շենքեր, ոչ մեկն էլ բանի պետք չեն այդ տեսանկյունից։ Ոչ մեկը։ Քարի շենքը այնքանով է պետք, որ ինքը շուտկի հոստ է, էլի 50 սանտիմետրից 40, հա, պանելները ոչ մի բան չունեն, չեն համեմատվում ուղղակի։ Այն ինչ որ այսօր է կառուցվում, պետք է շատ ազնիվ լինել, եւ պատվիրատուն պետք է ազնիվ լինի, եւ պատվիրատուն չէ, զաստրոյշիկը, կառուցապատողը պետք է կարգին մարդ լինի, թե չէ, եթե նա կարգին մարդ չեղավ, ես հենց օրինակ բերեմ, երբ որ ես գնում եմ ցուցահանդես եւ ասում եմ տենում եմ նոր տիպլայզալացիոնի նյութ, հա, ու հարցնում եմ որակը բան, ասում եմ քանի սանտիմետր է պետք, որպեսզի այս նյութը լավ պատ է, որ ասում եք 80 սանտիմետրանոց պատա փոխարինում ես քանի, ասում եմ ինչ 3 սանտիմետր որ անես, ուրեմն հերիք կանի։ Հետո սկսում եմ բացատրել, որ դա անհնարին է, ես ուզում եմ ասեմ, որ բայց այդ նյութերը թանկ են։ Նույն պենոստիրոլը, որը այսօր թանգանոց ու լավագույն նյութն է, Երևանի պայմանում, ուրեմն երկաթ բետոնի պեմզաբլոկի հետ միասին, նրանք առնվազն 8 սանտիմետր պետք է ունենա։ 8 սանտիմետր։ Այդտենց պատ Հայաստանում ես չեմ տեսել։ Ոչ մի հատ։ Նույնիսկ այն պատը, որը մենք արել ենք այս շենքերից մեկը, որ մեզ ցույց տվեցին, որը արել ենք այդ տեսանկյունից, որտեղ պենոստեկլոգրանուլյատ ենք օգտագործել, որը պենոբետոնի հետ պենոպոլիստիրոլի հետ չի համեմատվում, նա պենոպոլիստիրոլը ավելի լավ մեկուսիչ է, հա։ Մենք դե 11 սանտիմետրանոց ենք դրել, բայց էլի չի համեմատվում։ Մենք վինտիլյուրումի ֆասադ ենք արել։ Իսկ բարձրահարկ շենքերը, այդ ես ձեզ որպես ապագա ճարտարապետների եմ ասում,
մոռացեք այն բարբարոս մեթոդները, որով այսօր նախագծվում են եւ կառուցվում են մեր շենքերը աբիցովկայի տեսանկյունից, այսինքն սվաղով, բանով։ Միայն վինտիլյուրումի ֆասադներն են աշխատում, միայն եւ միայն։ Դա ապագա շինարարության ուրեմն տեխնոլոգիա։ Եթե հարց չկա, ես էլի հարց ունեմ, բայց նաև պատասխանելով ձեզ, ասեմ, որ մեր կազմակերպությունը նախատեսում է այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ, ես հետո ձեզ կմոտենամ դրանց մասին ասեմ, Ամերիկյան համալսարանի հետ միասին, եւ նաև հենց այս դահլիճում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում կոնսուլտանտ Քրիստինա Մակգիլ երիտասարդության ասում, ինքը իա Հայաստանների համար հենց այս ծրագրի շրջանակում ստեղ ունենալ անձին Եթե այդ շրջանակներում ապացեմ, որ կանաչտուն գաղափար կա, չէ, արդեն լավ շրջանառվող գաղափար է բավականին եւ Մոսկվայում ապրիլի սկզբին կարծեմ մեծ ցուցահանդես պետք է լիներ եւ ճարտարապետական եւ տեխնոլոգիական ցուցահանդես, թե ինչ տիպի տներ կան, կանաչ տներ կան օգտագործվող եւ Հայաստանում ուզում էր բանը հայ բարեգործական հիմնադրամը մի շենք կառուցել, այսինքն նախագծվում է Մելիք Ադամյանի անկյունում այնտեղ կառուցվում է եւ իրանք ուզում են դա անեն կանաչ տուն։ Մի պար սկսեցին աշխատել մի քանի կազմակերպության հետ, հետո ինչ-որ մահացավ այդ գաղափարը, չհասկացա ինչի։ Վելի հայկական տուն են, հա, ուզում նորից անեն, կանաչ տուն չէ դες։ Մեզ ներկայացրեց նախագծող ներկայացրեց նախագիծը, իրականացում եւ ինչու է կանաչ չի։ Էլ կանաչ չի, ապրում պրծավ կանաչ լինի։ Դե ամսել անգամ դա ներկայացրեց որպես Նայք Սարգսյան ճարտարապետական։ Հա, բայց ինքը չէ, դա ֆրանսիացիներն են այո։ Դա ես մի հատ հաստամ, այս սեյսմիկայի հետ կապված բան է, որպես ճարտարապետ եմ հարցնում, շատ կարող բան չի, բայց հաճախ աշխարհում, այսինքն սեյսմիկ խնդիրներ լուծելու համար գնում են դեպի շենքերը թեթևացնելու ճանապարհով։ Օրինակ Ճապոնիայի դեպքում տեսնում ենք ամբողջ շենքը գնում է գալիս է եւ բայց խնդիր չի։ Մեզ մոտ ոնց որ թե գնում է հակառակությամբ, մենք գնում ենք շենքը կոշտացնելու ճանապարհով։ Եթե ես ինչ-որ բան սխալ եմ ձևակերպել, ինձ ուղղեք, էլի։ Կոշտացնում ենք փորձելով դիմագրավել այդ բանը, էլի։ Վերահասկանում ճկուն աշխատի, էլի։ Ես իմ խելքով հասկացել եմ չենք մենք տենց ամ, բայց միգուցե դուք ասեք ու ինչ եք այդ ճամփորդում, էլի։ Եթե կարելի է, նույն հարցից մի երկու բառ կսարվի։ Բարդ հարց է։ Նախ ժամանակ ես նախագծող եմ աշխատել։ Այն ժամանակ, երբ որ սրով վերջանում էր շենքի, դրանից վերև ամեն ինչ ամեն ինչ հետը բետոն է։ Հա։ Հիմա հակառակը կարող ասում դրեք ծանրացած է 700 կիլոգրամ մեկ կուբամետրի մեջ, դա բավականին թույլ է։ Այսօր հարցնում եմ ասում սնիպը դու ցավ պահանջում։ Չէ, տենց բան չկա Սնիպում։ Սնիպում տենց բան չկա։ Եվ ասեմ, որ կա այսօր թեթև բետոնով աշխատող կազմակերպություններ, շատ բարձր մարկա ստացող, Հորիզոն 35-ը աշխատում է թեթև բետոնով, ստանում է մինչև 350-400 մարկայի բետոններ ու լավ որակի։ Աշխատում է ուրեմն Շեբենյա բանա, Վուկայինսկի շլակա, պեսոկը կվարցվի պեսոկա, այդ տարբերակով աշխատում։ Եվ ունի երկրորդ տարբերակն է, Շեբենյա բազալտովի շեբի, պեսոկը թեթև լիտոիդնի պեմզայի, то есть կա այդ բանը։ Հիմա այդ հարցին դա բարդ հարց է, որտեվ մեր մոտ կա Սնիպի թույլատրելի շեղման, հարկի թույլատրելի շեղման գաղափար։ Եվ դա ամենակարևոր գաղափարն է երկրաշարժի մեջ։ Որտեվ եթե շեղումը շատանում է, ուրեմն ոչ թե տատանումը չի կարևորը, շեղումն է կարևորը։ Որտեվ եթե շատ շեղվեց, ուրեմն վсё, արդեն անդառնալի դեֆորմացիաներ են սկսում նյութի մեջ։ Բնականաբար նայած ինչ նյութ է, բետոնա թե մետալ, բայց ամենեք ունի իր չափը։ Ուրեմն
Ցածր շենքերում, ցածր են մինչև դաշը 25 հարգանի շենքերը դրանք ցածր են։ Բարձրները սկսում են 30-ից հետո։ Ցածր շենքերում, որպեսզի այդ շեղումը ընկնի նորմայի մեջ, դու ստիպված պերիոդը տեն կոշտությունը սկսում ես ավելացնել։ Էս է խնդիրը դառնում, որ հակասության մեջ է մտնում այդ երկու բանը։ То есть պերիոդը ավելացնում է, քչացնում ես, որպեսզի շեղումը քիչ լինի, մասսան սկսում է ծանրանալ, որտեղ կոշտություններ է սկսում ավելացնել շենքի մեջ։ Դա ծանր խնդիր է։ Դրա համար մենք պետք է մի քիչ այլ ճանապարհով գնանք, մենք պետք է իզոլացիա անենք շենքը տակից։ Ես այսօր այն կարևոր գաղափարին եմ եկել, որ ոչ թե այդ ճանապարհով է պետք գնալ, այլ իզոլացիայի ճանապարհով։ Ոչ թե մենք պայքարենք պինդ կանգնելու, այլ մենք պայքարենք համաչափ իր այդ ճոճվելու։ Ոչ թե պայքարենք, այլ համաչափ իր այդ սկսենք ճոճվել։ Այս գաղափարին պետք է գնանք։ Եթե մենք կարողանանք այդ գաղափարը անցնենք եւ կարողանանք անել, այդ սեյսմոիզոլացիան այդ գաղափարը տալիս է իրար հետ ճոճվելու։ Իսկ դիմակայելը գիտեք, հա պետք է պնդացնես իրան, որպեսզի ինքը կարողանա ավելի ծանրին։ Ու նորից պետք է պնդացնես, որ ինքը ավելի ծանրին եւ այլն, ընկնում ես բանի մեջ։ Որ ռեզոնանսն է Չէ, ռեզոնանսը լրի ուրիշ բան է։ Դե աշխարհում երկու հատ փորձ կա, չէ՞, ճապոնական, մեկը ամերիկյան։ Ամերիկյան հիմնական ճկուն շենքերն են բարձրացնում, մետաղը, նյութը, որը թույլ է տալիս, կոսմետիկան, հայնապարի։ Ու կա ճապոնական մոդելը, որոնք թույլ են տալիս կոշտ շենքեր։ Այս վերջում ամերիկյան փորձն է եկել, որ ճապոնացիները սկսել են բարձրացնել կառուցել ու ճկուն կառուցել։ Ուրեմն կառուցում են փխրուն գրունտների վրա կոշտ շենքեր, կոշտ գրունտների վրա ճկուն շենքեր։ Այդ հիմնականում գիտեք Կալիֆոռնիան բազատներ են, ինչպես Երևանը։ Ուստի մետաղը թանկ է, դրա համար մենք չենք կարող անցում կատարել։ Չէ, բայց նույնիսկ փոքր ծավալների մեջ, այսինքն եթե ասենք երկրաշարժը հարված արագացում անգամ մասն չէ։ Փոքր շենքերը ծանր լինի, երկրաշարժը ավելի շատ կվնասի, քան եթե փոքր շենքը թեթև է։ Չէ, երկրաշարժը փոքր ծավալի վրա մեծ մասը երկրաշարժը չենք կանգնում այն ժամանակ, երբ որ գրունտի ու սեփական շենք ընկնում են տատանման հաճախականության մեջ։ Այսինքն ռեզոնանսից է շենք։ Դրա համար մեր նորմատիվներում պետք է 1.5 անգամ շենքի ու գրունտի տատանումները տարբերվեն։ Այսինքն հիմնական շենքը որտեղ կանգնում են նրա համար, որ երկրաշարժ է, որ համոզում է տատանումը։ Շեղելու համար մենք նյութի փոփոխություն կա։ Ինձ թվում է ես կարող բացատրություն տայի իհարկե, բայց հիմա արդեն զերծ եմ ունում այդ բացատրություն տալուց, որտեղ կարող եմ երկու հատ հակառակ բան ասեմ քեզ։ Ձեր չէ։ Հա, ինչքան բարձր խոսաս, այնքան ավելի համոզիչ է։ Ինչ կասեք տեխնիկական անձնագրերի մասին։ Չէ, ուրեմն ասեմ, որ ես այդ տեխնիկական անձնագրման մասին լսել եմ այն օրվանից, երբ որ սկսել եմ աշխատել, այսինքն 40 տարի առաջ, եւ մինչեւ օրս լսում եմ։ Ուրիշ բան չկա, մենակ լսում եմ։ Ես չեմ հանդիպել։ Չգիտեմ, դա իհարկե ես ձեր հարցին ուրիշ ձևի պատասխանեմ, եթե կարելի է։ Հա, ես ուրեմն ասեմ, որ շնիպը տենց ագրանիչենի չունի իհարկե, ծանր բետոնի, բայց ուրեմն երբ որ ես պատմում եմ 3 խոշոր ինստիտուտների մասին, եւ այդ 3 խոշոր ինստիտուտում ամեն մեկում գցենք թե կար 5 հատ արվեստանոց խոշոր։ Հետո 3 անգամ 5 15, չէ՞ եղա։ Ուրեմն ամեն այդ արվեստանոցում կար 1 հատ գլխավոր կոնստրուկտոր։
Ուրեմն ամբողջ Հայաստանում կար 15 հատ գլխավոր կոնստրուկտոր։ Ընդամենը 15։ Բրիտոմ իրանք տարբերվում էին։ Մեկը մի քիչ լավն էր, մեկը մի քիչ վատն էր, մեկը մի քիչ ուժեղ էր։ То есть այդ 15-ի մեջ է կարելի ասել կար 5 հատ, 6 հատ շատ ուժեղ մասնագետներ։ Այսօր ես շատ ցավում եմ, բայց ինստիտուտը ավարտած երիտասարդները ուրեմն իրավունք են ստանում նախագծելու եւ կառուցելու եւ դրա համար եմ ասում տարօրինակություններ կա այս ամեն ինչի մեջ էլի որ իհարկե երբ որ ես ծանոթ ճարտարապետ կամ կոնստրուկտոր եմ ունենում ես էլ այնպես բավականին լավ փող ունեցող մարդ եմ ես իմ տունը նույնիսկ 2 հարգանի ասում եմ դու գծի ուրեմն գլխավոր կոնստրուկտոր լավագույն տարբերակում տեսեք ասեմ կային հարյուրավոր կոնստրուկտորներ կար ընդամենը 15 գլխավոր կոնստրուկտոր ամենի ձեռի տակ կար առնվազն 20 աշխատող եւ ընդ ռոս կար ինժեներ старший инженер руководитель группы главный специалист главный конструктор նոր վերջի իր արվեստանոցի գլխավոր կոնստրուկտոր գաղափարն է այսինքն դու ստադիաներ էիր ասում դու աճում էիր Այսօր առաջին չկա այդ դպրոցը, որտեղ այդ մարդը աճի, ինքը ընդամենը ինստիտուտում աճ է, որտեղ կոնստրուկտորներ չկան, կան գիտնականներ, լեկցիա կարդացողներ, ուրիշ մարդ ընդդեմ չի աշխատում, ցավոք սրտի։ Ուրեմն այդ երեխեքը որտեղ պետք է սովորեն, գրքերում չկա, ուրեմն մարդը իրանց թվում է, որ եթե իրանք կոմպյուտերով կարողանում են հաշվարկել, ուրեմն դա այն ու տարօրինակ մի հատ սիստեմաներ են նախագծում, տարօրինակ բաներ են ստանում։ Ինչն է կարևորը կոնստրուկտոր լինելու համար։ Ինչն է կարևորը, առաջինը։ Դուք պետք է կարողանաք կազմել կոնստրուկտիվ համակարգը շենքի։ Եթե դուք դա չզգաք, եթե դուք դա չզգաք, այդ ինչ է կոնստրուկտիվ համակարգը շենքի, ձեզանից կյանքում կոնստրուկտոր դուր չի գա։ Հիմա ես մեր հիմնարկում ունեմ 6 հատ 7 հատ գլխավոր կոնստրուկտոր։ Բարդ գործը ես դրանցից 2-3-ին կարամ տամ։ 2-3-ին, ոչ բոլորին։ Որտեղ նորից եմ ասում, իրանք էլ իրար մեջ տարբերվում են։ Ուրեմն երբեք չի լինում ինստիտուտ ավարտ խելոք գլխավոր կոնստրուկտոր։ Չկա այդպես բան, այդպես գաղափար չկա։ Կա խելոք ֆիզիկոս։ Խելոք, բայց խելոք գլխավոր կոնստրուկտոր ինստիտուտ ավարտած չկա։ Նա պետք է առնվազն 15 տարվա ստաժ ունենա, պիտոմ հասկանա ինչ անում, առնվազն։ Ես էլի փոքրիկ բան պատմեմ իմ գլխավոր կոնստրուկտորի հետ, ում հետ ես կոլեգա եմ եղել, ուրեմն ես 70 թվականից իր հետ աշխատել եմ։ Ես 87 թվականին դարձել եմ սովետական միության պետական մրցանակի դափնեկիր։ 89 թվականին դարձել եմ գլխավոր ինժեներ ինստիտուտի, բայց ես գնում էի ին դասատուի հետ, որը գլխավոր կոնստրուկտոր էր մնացել արվեստանոցի։ Ես գնում էի իր հետ ին խնդիրը որ լուծում էի, գնում էի իրան ցույց էի տալիս։ Որտեղ ես իր կարծիքն էի ուզում եւ իրան էի հավատում։ Ես ճիշտ եմ զգում թե չէ։ Ուրեմն եթե դուք չզգաք կոնստրուկտիվ համակարգը, երբեք չեք դառնա։ Էդ էլ ասեմ, եթե դուք չաշխատեք ճարտարապետների հետ այդ գլխավոր կոնստրուկտորները, դուք էլի չեք դառնա գլխավոր կոնստրուկտոր։ Որտեղ դուք ճարտարապետներից գլխավոր կոնստրուկտորներ լիքը բան եք սովորում։ Նրանց պատկերացումները տարածական աշխատանքի մասին, նրանք ավելի շուտ են ձեզ տալիս, քան թե ցանկացած մեկ ուրիշը։ Նրանք ավելի լավ են պատկերացնում տարածական աշխատանքը, քան թե մենք, երբ որ ավարտում ենք ինստիտուտը։ Դա միանշանակ է, միանշանակ։ Բայց իհարկե ոչ բոլոր ճարտարապետների մասին։ Լավ, ես մի հատ էլ հաստամ, որ ինձ թվում է նաև դա ամփոփելու բան կլինի, շատ ոնց որ դες վերջի խոսքերի շարունակությունն է։ Մենք հենց նախապատրաստական հանդիպում էինք, այսինքն զրուցում էինք, որ ինչի մասին ենք խոսել, դուք մի հատ միտք ասեցիք, իմ հարցում երևի դուք կհիշեք ինչ ասեցիք, որ երևի դուք եք ասեք, որ ոնց է ձեր մոտ այդ ներքին զգացողությունը, որ դուք համալիր գծելու մասշտաբից հիմա եկել եք ու քննարկում ենք այնպիսի համալիրի համատած մանր մոդել հարցեր, ինչպիսի օրինակի համար սովորական տիպային բնակելի շենքի ամրացումը կամ առհասարակ այդ շատ հզոր շինարարական մի հատ երկրի ամենամեծ նախագծային ինստիտուտի ղեկավարներով դուք հիմա մի երկրի նախագծային ամենամեծ նախագծային ինստիտուտի ղեկավարն եք,
որտեղ մանր խնդիրներ եք մենք անշում այդ պատների նախագծումով եւ այլն, էլի, այսինքն զգացողությունը բան է։ Սարա ջան, սկսեմ վերջից։ Ուրեմն մեկ-մեկ որ ասում, այս տնօրենն եմ հայ նախագծի, էլի, հա։ Այդ ուշները ինչ տնօրեններ, ընդհանրապես մի 100 հոգի մարդ չի, լեն 700 հոգու հետ հայմատի։ Հələ հայմատի քույն նախկին տնօրենի հետ Հակոբյանի, Նիկոլայ Արտեմիչի։ Նա իսկ դու այսօր ղեկավարում ես երկու հատ արվեստանոց, լավագույն տարբերակը դու ընդհանրապես արվեստանոցի ղեկավար ես։ Այդ մեկ տեսակյունից։ Բայց ես պատասխանեմ քու այն զգացմունքի մասին էլ եւ այդտեղ էլ երկու ճանապարհ կա այդ այն օրը ես հիշեցի մի պատմություն իմ կյանքից ես էլի երիտասարդ էի ու հենց այդ Դոմ Մալատյոժի այդ ծածկը ներկայացնում եմ մի մեծ խորհրդակցության սովետական միության սաղ ռեսպուբլիկաներից հայտնի կոնստրուկտորներ եկել էին Հայաստանում կոնֆերենցիայի եւ ես դոկլադ կարդացի հետո երեկոյան բնականաբար բանկետ էր եւ իմ ուսուցիչը Ծառատուրյան Իգորը ինձ ձեռս բռնած տարավ այդ բանկետի եւ նստած լսում եմ այդ կարիֆեյները այդ վաղտվա կարիֆեյները խոսում են իմ համար տարօրինակ մի բանի մասին։ Իրանք խոսում են ներքին զգացմունքների մասին։ Իրանք, երբ որ իրանք նախագծում են եւ ասում են ամենակարևորը դա քո ներքին զգացմունքն է։ Դու ճիշտ ես արել, թե ճիշտ չես արել։ Ես էլ մտովի sense մտածում եմ, այս ինչի մասին են այս մարդիկ խոսում։ Ինչ ներքին զգացմունք։ Ես դնում եմ ու ֆորմուլաներով սա հաշվում եմ։ Ոնց կարող է պատահի ես սխալվեմ։ Նու եթե ֆորմուլայում թվերը ճիշտ են դրել իհարկե։ Ես ասում եմ, չէ, մտածում եմ, բայց ռիսկ չեմ անում պատասխանեմ, ու ռիսկ չեմ անում արտահայտվեմ։ Ու չեմ էլ արտահայտվում։ Այդտենց, բայց հիշում եմ, այս ինչ սխալ բան են ասում։ Ասում եմ մոտավորապես 13-14 տարի։ Ու ես հա հիշում եմ այդ պատմությունը, ես նորից վերադառնում եմ դրան ու գալիս եմ իսկապես այն եզրակացության, որ արդեն կարելի է բուկվալն մի հայացքով, մի բանով սենց նայել ու հասել ես այդ մակարդակի, սենց ասեն, նայես ու ասես, ես հավատում եմ, թե չեմ հավատում, այս համակարգին, հետո կհաշվես, ամեն ինչ կանես և այլն, բայց առաջինը քու այն գիտելիքները, որ դու հավաքել ես քու կյանքի ընթացքում, պետք է քեզ թելադրի, այս ճիշտ է, թե ճիշտ չի, և մի հատ է կարևոր բան կա ասելու, դա բարիությունն մարդիկ շատ տարբեր են մտածում նույն երկու կոնստրուկտորները երբեք նույն ձևի չեն մտածում ինչպես նաև երկու ճարտարապետները կամ երկու ցանկացած մասնագետները ամեն մեկը մանավանդ ստեղծագործական աշխատանք յուրովի է պատկերացնում երկու կոնստրուկտոր նույն սխեման չեն անի նույն շենքի վրա նրանք տարբեր սխեմաներ կանեն ես զգացել եմ մի կարևոր պրինցիպ որ ես նայում եմ մեկ ուրիշի աշխատանքը, գցենք թե ես էքսպերտ եմ եւ նայում եմ ուրիշի աշխատանքին եթե ես չեմ տենում այնտեղ կոպիտ սխալներ ես երբեք այդ աշխատանքը չեմ տենում երբեք ես կարող եմ ուրիշ ձևի անել բայց ես երբեք չեմ ասի որ ես մարդը սխալ է արել որտեղ ամեն մի կոնստրուկտոր ամեն մի մասնագետ ունի իր վախի չափը ասեմ, որ մենք շատ վախկոտ մարդիկ ենք, մեր մեջ միշտ վախկոտ չէ, վախեցած, մեր մեջ միշտ վախը կա, վախը թե ինչ կարող է պատահի, երբ որ իմ տղան ընդունվում էր ինստիտուտ և չգիտեմ ինչի ուզում էր, որ ինքն է դառնա կոնստրուկտոր, միակ բանը, որ ես ցանկանում էի, որ ինքը կտրվի, չընդունում է պատկերացիք դա հաջողվեց ինքը կտրվեց չընդունվեց գնաց էկոնոմիստ դառավ կարգին էկոնոմիկայով բանում անցավ 10 տարի աշխատելուց հետո եւ ինքը որոշեց որ ինքը պետք է զբաղվի շինարարությունով այլ ոչ թե էկոնոմիկայով ասեմ որ լավ մասնագետ էր ու լավ փող էր ստանում ու լավ պաշտոնի էր ու թողեց ու մտավ շինարարություն հիմա ինքը կողքից ինչ-որ շինարարությունով աշխատում է էլի ու երբ որ ես չէի ուզում որ ինքը դառնար իմ միակ մտածելս հետևյալն էր ինքը չպետք է ունենա այն ապրումները որը որ ունեցել եմ ես
Ես առասարակ ոչ մեկին չեմ ցանկանում, որովհետև կոնստրուկտորը ունենում է ահա որ ապրումներ, ահա որ, ի նկատի ունեցեք դա, ահա որ, եթե նա լուրջ է, դրա համար երբ որ նա դնում է եւ 14 հատ 36 հատ դնում 40-40-ի վրա, ինքը ահա որ ապրումներ, ինքը վախեցած մարդ է պրոստը։ Դրա համար է այդքան մտցել է։ Մի բան էլ ասեմ ձեզ, երբ որ ինձ ասում են, այսքան ստաժ ունես բան էլ 3 հարգանի շենք եմ անում, այս կալումնան 40-40-ի քանի հատ արմատուրապի դնեմ, ասում եմ, չգիտեմ, պետք է հաշվեմ ասեմ։ Ասում եմ, լավ, չես ամանչում։ Ասում եմ, գիտեմ, լավ, 8 հատ 36։ Всё, եթե դու ես ինձանից ուզում եք 8 հատ 36-ից ես պրծնեմ քեզանից։ Բայց այնից ես պետք է հաշվեմ, ես պրուստը տակ չեմ կարող ասում։ Ну, вроде, եթե կարողացա պատասխանեցի, այսքանը։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզանից բոլորից, որ լսեցիք համբերատար, նույնիսկ ժպիտներ մեկ-մեկ առաջանում, մի քիչ ուրախափորձեցի փափուկ եւ լավ անցկացնել։ Շնորհակալություն։ Ես հույսով եմ, որ սա մի փոքրիկ ձեզ երիտասարդներին մի փոքրիկ բան սովորացրեք ձեր ապագա կյանքում, սովորացրեք ձեր ապագա կյանքում։ Շատ շնորհակալ եմ։